Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվրոպական որևէ կառույց չի արձագանքելու, չի դատապարտելու եւ այդ մասին կարծես բացայտ ասում են։ Իսկ կա ինչ-որ deadline, որ դուք տվել եք ընդդիմադիր ուժերին, եւ մինչեւ այս ժամանակահատվածը ձեզ պատասխան։ Ես կարծում եմ, որ դա պետքա լինի մինչեւ ընտրարշավի սկսելու process։ Դա նաեւ սիրուն ուղերձ կլինի հակաիշխանական զանգվածը։ Դա լավ ուղերձ կլինի ընդդիմադիր մարդկանց, որ տեսեք, չնայած մենք մրցակիցներ ենք, տարբեր հարցերում ունենք տարաձայնություններ, ունենք անհամաձայնություններ, սկսած ծրագրային դրույթներից վերջացրած թիմերի միջև տարբեր հարցերից, բայց կան առաջնային կարևոր հարցեր, որը ազատ, թափանցիկ, ժողովրդավար ընտրությունների անցկացնելու պահանջի շուրջ եւ այդ ընտրությունները հսկելու մեխանիզմների շուրջ ունենք համաձայնություն եւ ստեղ համագործակցություն ենք։ Խոսքը սրա մասին ընդհանրապես։ Այդ օրակարգից դուրս մենք մրցակից ենք։ Պարոն Սաղաթելյան, իսկ ինչ եք կարծում քաղբանտարկյալների ազատ չարձակումը իշխանության վախերով է պայմանավորված, այսինքն վախենում են հավասար պայքարից։ Այո։ Այսօր մեր Հայաստան դաշինքի ցուցակի առաջին երրորդից երկու հոգին գտնվում են անազատության մեջ։ Այսօր Բագրատ Սրբազանը գտնվում է անազատության մեջ։ Այսօր Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ։ Եվ բազմաթիվ ներեմ բոլոր նրանք, Վարդան Ղուկասյանը գտնվում է անազատության մեջ։ Բոլորի անունները հիմա շատ երկար այդ ցանկը չեմ տալիս։ Սա ինչ է նշանակում։ Հենց նույն քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով ընդդիմությունը միասնական ասելիք ունի թե ոչ։ Իսկ այս շղթան կշարունակվի, պարոն Սաղաթելյան, մինչև ընտրությունները։ Եթե հակազդեցության չարժանանան, այո, որովհետև այս չարիքի ռեժիմը իր վերարտադրելու միակ հնարավորությունը մնացել է այս ապօրինությունները, ձերբակալությունները, հալածանքը եւ տարբեր ուժերի գործունեության սահմանափակումը։ Ինքը այլ հնարավորություն չունի վերարտադրվելու, որովհետև ինքը վաղուց չունի ժողովրդի աջակցություն։ Հետևաբար ինքը գնում է այս ճանապարհով։ Փառք Աստծո, այսօր ընդդիմության միասնական քվեն շատ ավելի մեծ է, քան իշխանությանը։ Այստեղ արդեն ինչ է մնում։ Համապատասխան վերահսկողություն, այս ապօրինությունների դեմ առնելու կամք, բայց ոչ թե Facebook-ով, խոսքով հայտարարությունով, այլ գետնի վրա։ Իրանք պետք է հասկանան, եթե որևէ կուսակցության չգրանցեցին, դրա դիմաց ունենալու են շատ մեծ հակազդեցություն։ Եթե շարունակեն ձերբակալությունները, կարող է մինչև ընտրություններ չհասնեն, որովհետև ժողովրդի համբերության բաժակը լցվի, դուրս գան, ցույց տան իրենց տեղը։ Խոսքը սրա մասին։ Պարոն Սաղաթելյան, ամեն դեպքում երկու ուժեղ Հայաստանն է եւ առաջերտ Հայաստանին է Գագիկ Ծառուկյանին է։ Մինչ այս պահը ոչինչ արձագանք իրենց ճամբարներից չի ելնել։ Այս պահին ձեռնպահ կմնամ առանձին ուժերի կեցվածքի մասին խոսելու։ Մենք դաշտի հիմնական ուժերի հետ խոսել ենք, այդ խոսակցությունը շարունակվում է, այնպես չի, որ ամեն ինչ վերջացած է կամ այս խնդիրը փակ է։ Այս առաջարկն էլ նոր չի։ Առաջարկը քանի ամիս է, կա օրակարգում է, խոսել ենք, շարունակելու ենք խոսել եւ լիահույս եմ, որ հաջողության կհասնենք։ Հրապարակային հնչեցնելու պատճառը նա էր, որ անընդհատ հարցնում են, լավ, ինչ եք առաջարկում այս իրավիճակից։ Մենք այդ առաջարկը վաղուց ունենք սեղանի վրա, այս անգամ որոշեցինք հրապարակային ասենք մեր պատկերացումը առաջարկը սա է։ Ընդ որում ձեզ ասեմ, այնպես չի, որ լավ, այս պայն այսքան ասեմ։ Այսինքն մենք մեր մասով, այսպես ասեմ, անելու ենք առավելագույնը, դա նաև մեր անցնող 5 տարին դրա մասին խոսում է։ Ձեր թիմը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների պարագայում էլ պատրաստ է համագործակցել բոլոր այն ընդդիմադիր ուժերի հետ, ովքեր պայքարում են իսկապես այս իշխանության դեմ։ Բայց եթե չեմ սխալվում, նման հրապարակային հայտարարություն այլ ընդդիմադիր ուժերից մենք չենք լսել, որ իրենք պատրաստ են բոլորի հետ համագործակցել։ Այս պարագայում ուզում եմ հասկանալ, որքանով է հավանական այդ միասնականությունը եւ քաղաքացին կտեսնի արդյոք այդ միասնականությունը։ Տեսեք, մենք միակ ուժն ենք այս պահին ընդդիմադիր, ով շատ հստակ հայտարարել է, որ այո, ընդդիմադիր դաշտի քաղաքական միավորները մեր այսօրվա եւ վաղվա պայքարի գործընկերներն են, այլ ոչ թե թիրախ, եւ այո, եթե այդ համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք համագործակցելու ենք։
ես չեմ հասկանա այն ուժերին, ովքեր այդ համագործակցությունը բացառում են։ Եթե մի ուժ կլինի, որ միայնակ կարողանա հաղթել եւ ձևավորել իշխանություն, խնդրեմ, շատ տրամաբանական է, ինչի պետք է համագործակցի։ Եթե չկա այդ մի ուժը, որ առանձին կարող է, ես չեմ կարող բացատրել կամ հասկանալ, թե ինչու չեն համագործակցում։ Տեղիք տալով նիկոլական այդ տեղեկատվական հոսքերին։ Հետևաբար այդ հարցը մեզ ուղղված չի, մենք շատ հստակ ու շատ ուղիղ այդ մասին ասել ենք։ Ովքեր չեն ասել, իրենց պետք է այդ հարցը ուղղեք եւ ես կարծում եմ, որ ընդ որում ես էլ ասում, մենք շատ ուրախ ենք, որ ի տարբերություն 21 թվականի այս անգամ ընդդիմադիր դաշտում կան նոր ուժեր, կան խոշոր խաղացողներ, որը ավելի նպաստավոր է դարձնում այս իշխանության հեռացման հեռանկարը։ Մենք այնքան անկեղծ, այնքան պարզ, այնքան ուղիղ այդ մասին ասել ենք, որովհետև որևէ ընդդիմադիր ուժ որքան քվե կհավաքի, քանի մանդատ կունենա, եթե այս իշխանության վերարտադրության կանխման հարցը չենք լուծում, այդ մանդատները արժեք չեն ունենալ։ Հետևաբար մենք եւ ողջունում ենք եւ ուրախ ենք, որ դաշտում կան նոր խոշոր միավորներ։ Այս իմաստով մենք համագործակցության բոլոր եզրերը տեսնում ենք, ուղիղ հայտարարել ենք այդ մասին եւ նախընտրական եւ հետընտրական շրջան։